մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից։ Հակոբոս առաքյալը կարծես Տիրոջ այս խոսքերը մեկնում է ասում է. որևէ մեկը որ փորձվի, չասի թե Աստծուց են փորձվում։ Յուրաքանչյուր մարդ փորձվում է խաբվելով իր ցանկություններից։ Ցանկություն հղանալով մեղք է ծնում, մեղք հասունանալով մահ է ծնում։ Մի տար մեզ փորձություն, այսինքն մեզ իմաստություն տուր, որ ինքնես մեզ չփորձենք, մեր գլխին չսարքենք, որովհետև մարդ փորձվում է խաբվելով իր ցանկությունից։ Եվան ինչպես փորձվեց, իր ցանկությունից խաբվելով, սատանային լսելով, ականջ դնելով։ Հլկային տենամ ինչ ասում։ Բախի դու Ադամին չես լսում, օծին ես լսում։ Աստված ասել էր Ադամին, մի կեր, չուտեիր։ Հիմա դու ավելի իմաստուն ես, որ օծին ես դու լսում։ Եվ ցանկությունը խաբեց Եվային, մեզ էլ ցանկություն, ինչ ցանկություն խաբեց։ Գեղեցիկ տեսք ունի, լավ հոտ ունի, համը չճաշակեմ։ Դե բավարար տեսքով հոտով էլի այդ համն էլ չճաշակիր, այդքան պատուղներ կան։ Հիմա այդ արգելված պտղի համը մենք մինչև նա չենք կարողանում ճաշակել, գիտես, եւ պետք էլ չի որ ճաշակենք։ Պես մարդիկ միշտ ինչ էլ ուտեն, չգիտեմ, խնձոր ուտեն, անանաս ուտեն, մանգո ուտեն, ինչ պտուղ էլ ուտեն, մի տեսակ իրանց մտքում, իրանց սրտում էլ ինչ որ մի բան պակաս է։ Արգելված պտղի համն է, համաձայն եք ինձ։ Միշտ ինչ որ մի բան մեզ պակաս է, որտեղ մենք այդ արգելված պտուղը չպետք է ուտենք, դրա փոխարեն կենաց ծառի պետք է ուտենք։ Արգելված պտուղը մի համ ուներ, բայց կենաց ծառի պտուղը բոլոր համերը միասին ունի։ Տիրոջ մարմին մարյունն է այդ, չէ՞։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է Տերը, քաղցր, այսինքն աննկարագրելի համ ունի, աննկարագրելի հոտ ունի, աննկարագրելի տեսք ունի մեր Տերը։ Ուրեմն այս է։ Մենք ճաշակենք, որ քաղցր է Տերը։ Ամեն։